172 շահառու եւ ավելի քան 100 նախագիծ 4090 բարեգործական հիմնադրամն ամփոփում է գործունեության հնգամյակը պատմություն եւ ջազ խորագրի ներքո անցկացվող միջոցառմամբ, որի շրջանակում ծրագրի շահառուներն անձամբ պատմեցին իրենց պատմությունը պատերազմական դժնդակ իրականությունից մինչեւ լուսավոր տեսլական։ Մենք այս տարիների ընթացքում ունենք արդեն շուրջ 200 շահառու, ունենք 70 շրջանավարտ, կոնկրետ 69 շրջանավարտ, ովքեր արդեն իրենք են թևակողել նոր կյանքի փուլ եւ իրենք են դարձել ստացողից աջակցող 4090-ը ինձ հնարավորություն տվեց առաջնահերթություն ունենալ կրթությունը ֆինանսական հարցերի փոխարեն ու հիմնադրամում այնպիսի միջավայր է ստեղծված, որ դու քեզ զգում ես տանը, շրջապատված հոգացող մարդկանցով, ովքեր ամեն պահի պատրաստական են ցանկացած հարցով շահառուին աջակից դառնալու, թեև ամեն ոլորտում կան դժվարություններ, թերություններ, բայց համոզմունքս այն է, որ անտրտունջ աշխատանքն է ապահովելու այդ խնդիրների լուծումը, ի հակադրություն հիասթափության ու արտագաղթի, եւ այդ առումով իմ ապագան տեսնում եմ միայն Հայաստանի Հանրապետությունում իմ փոքրիկ ներդրում ունենալով երկրի զարգացման գործին։ Շարունակում ենք վերելքը նվաճելով բարձունքը կրթությամբ, որովհետև իրական փոփոխությունը սկսվում է կրթությունից։ Այս համոզմունքով ի սկզբանե հիմնադրամի բոլոր նախաձեռնություններին աջակցել է Արարատ բանկը, այս մեկն էլ բացառություն չէ։ Ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորը եւս Արարատ բանկն է։ Վստահաբար առանց մեր գործընկերոջ, առանց թիմային աշխատանքի որևիցե արդյունքի մենք չէինք հասնի։ Մեր տղաները տեսան, թե ինչպես կարելի է թիմային աշխատանքով այս ահռելի աշխատանքը ապահովել եւ փաստացի մենք ավելի քան 170 շահառու ունենք, ում հետ այսօր նույնպես նշում ենք մեր հոբելյանական 5-րդ տարին։ Ահռելի աշխատանք է եւ կարեւորը փոփոխված կյանքեր։ Ի պատիվ բանկը ընդհանրապես փորձում է մի փոքր կամ այսպես ասած համեստ իր մասնակցությամբ կարողանա նման նախագծերի կողքին լինել։ Մեր շահառուների մասնակցությամբ մենք հույս ունենք, որ ավելի ամուր, ավելի արժեքավոր հասարակություն կունենանք։ Համագործակցությունը հիմնադրամի հետ զուտ ինքնանպատակ չէր, այլ ռազմավարական համագործակցություններ, ինչը նշանակում է, որ Արարատ բանկը մշտապես մոտ 5 տարի շարունակ կանգնած է եղել հիմնադրամի կողքին եւ տարբեր ծրագրեր համատեղ իրականացնելով, նաեւ մասնակցելով այդ ծրագրերին, ընդհանուր առմամբ ապահովել ենք 44-օրյա եւ քառօրյա պատերազմի մասնակից տղաների կրթավճարները բարձրագույն եւ միջին կրթական հաստատություններում։ Հիմնադրամի շահառու տղաները երեկոյի ընթացքում պատմում էին իրենց հետ կատարվածն ու կիսվում պլաններով։ Ունենք շահառուներ, ովքեր զբաղվում են գինեգործությամբ, արդեն սեփական գրքի շնորհանդեսն են կազմակերպել շուտով, ոսկերչական լաբորատորիա կբացվի դպրոցներից մեկում եւ դա շարունակական է լինելու ըստ շահառուի խոսքի։ Իսկ մեկ այլ շահառու հենց բեմից բացեց իր կյանքի նոր էջը։ Ամեն պատմություն իր երաժշտությունն ունի։ Երեկոյի համերգային հատվածում հանդես եկավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի գլխավորությամբ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի եւ Մաշա Մնջոյանի կատարումներով։ Իսկ վերջում բեմ բարձրացող տղաները եւ նրանց հաջողության պատմությունները 4090 բարեգործական հիմնադրամի եւ Արարատ բանկի արդյունավետ եւ չափելի համագործակցության վառ ապացույցն են։